ուզում եմ ինքս նույնպես ընդգծել, այս հարցը այո, ստացվել է արդարացում նախաստորագրված խաղաղության պայմանագրում գրված է, դե վերջ գրված է, ուրեմն կգա մի օր այդ պայմանագիրը ուժի մեջ կմտնի, այս հարցով էլ կզբաղվենք։ Չի կարող այդպես լինել, չի կարող ձգձգվել այս հարցը, սկսած տեղեկությունների տրամադրումից ծնողներին։ Սա նաև Հայաստանի միջազգային պարտավորությունն է։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ինչ է անում, այո, վաճառում է այս հարցը, որքան էլ որ դժվար է ընդունելը եւ ասելը, բայց այդպես է անում։ Վաճառում է այս հարցը, նվաստացնելով, ստորացուցիչ նաև քաղաքականություն տանելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Եվ որ նաև ամենակարևորը ուզում եմ այստեղ ընդգծել, մենք պետք է միջազգային հանրությանը անընդհատ այս հարցերը ներկայացնենք։ Ես հասկանում եմ, ինչ ասեց Տիկին Մելիքյանը միջազգային հանրության հոգնելու հետ կապված, բայց մենք պետք է մեր ամեն դեպքի հետևից գնանք, ինչ է նշանակում, նրանք դա Ադրբեջանի ուզածն է, որ ասել դե լավ միջազգային հանրությունը բոլորը հոգնել են, կռվում են, չհասկացա, բա մեր իրավունքների հարց է, մենք ամեն դեպքով, ես ասում եմ, ժողովուրդ ջան, իրոք կա բոլոր հնարավորությունները, դուք հեսա տեսնում եք, մենք քննարկում ենք այսքան, կան իրական միջազգային հնարավորություններ այս հարցերով նաև միջևերջ գնալու, որ մենք մեր ընտանիքները ունենան իրական տեղեկություններ հստակ ինչի մասին է խոսքը, անորոշության մեջ չապրեն, որ այս տառապանքների մեջ չլինեն, մենք չենք կարող այս հարցերը մոռացության տալ։ Այդ մարդիկ մեր հասարակության մեջ են ապրում, մենք բոլորս իրար հետ ենք ապրում։ Պատկերացնում եք հանգարց խաղաղություն, որտեղ մեր հասարակության մի մասը տառապանքների մեջ ապրում։ Ոնց ինչպես է դա հնարավոր։ Ոչ միայն հոգեբանորեն, դա մարդկայնորեն, դա իրավական առումով ոչ մի ձև հնարավոր չի ապահովել։ Իսկ մեխանիզմները այսօրվա ասուլիսը ես շատ ուրախ եմ, որ տեղի ունեցավ։ Շնորհակալ եմ պարոն Մուրադյանին, պարոն Հովսեփյանին, որ այսքան հետևողական եղան, որ կազմակերպվի, այսինքն որ մենք մասնագիտական առումով ներկայացնենք ու իսկապես երևա, որ կան այդ հնարավորությունները, մեխանիզմները։ Պարզապես պետք է, այո, խելացի աշխատելու դեպքում, ճիշտ աշխատելու դեպքում, բոլորով միասին հնարավոր է այս հարցերին լուծում տալ, որ մեր ծնողների տառապանքները նաև չշարունակվեն, մեր հասարակությունը մի վերջո այս հարցով էլ խաղաղություն հաստատվի։ Ես նկատի ունեմ ինչպես խաղաղվի, ավելի համերաշխությունը մենք կարողանանք ապահովել։ Նախ այսօր ընդգծվեց արդեն, ես հիմա քանի որ հարցը տվեցիք, ուզում եմ եւս մեկ անգամ ինքս էլ ասել, ինքս էլ որ ասեմ, չպետք է սпасել, պետությունը չպետք է սпасի, որ անհայտ կորածների ընտանիքները ակցիաներ անեն, բողոքի ստիպված դուրս գան, ավելի չարչարվեն, դժվարություններ կրեն, ասուլիսներ տան եւ այլն, նոր սկսի տեղեկություններ տա։ Սա պետության ուղիղ պարտավորությունն է, ինչ վերաբերում է այդ դեպքին, դա ուղղակի անթույլատրելի ուղղակի դեպք էր, որ Արսեն Ղուկասյանը ձերբակալվեց, հետո կալանավորվեց, որովհետև սա նաև շատ բացասական է ազդում բարոյական հարցերի հետ կապված, հասկանում եք, եւ ստացվում է, որ այս մարդիկ իրանց հարցերը որ բարձրացում են, մենակ իրանցով են մեկուսացված ինչ որ եւ հələ պետություններ գալիս ձերբակալում է։ Ես ինքս եմ տեսել ինչպես են անհայտ կորածների ծնողները որոնողական աշխատանքներ իրենք կատարում, հայրերը, նույն Արսեն Ղուկասյան, մյուսները ինչպես են իրենք մտնում, խնդրում ադրբեջանական զինծառայողների, մեր այնի տղաների ուղեկցությամբ, բայց իրենք են այդ աշխատանքները կատարում, այդքան դժվար աշխատանքների, որոնողական աշխատանքներից հետո մի հատ էլ հələ ակցիաներով են ստիպված տեղեկություններ խնդրում ու մի հատ էլ հələ զրկանքների է ենթարկում։ Սա ուղիղ խախտում է պարտավորություններ եւ հետո գիտեք ասում եք միջազգային հանրությունը հոգնել է, այդ ամեն ինչին հետևում է նաեւ միջազգային հանրությունը, չէ՞։ Եթե ինքը տեսնում է քո վերաբերմունքը քո քաղաքացիների նկատմամբ այս հարցերով, դե լավ ասում է, ուրեմն այս կառավարությունը այսպես է երևի, էլի չի հետաքրքրում։ Մենք Կարանք ասենք հոգնել ենք նաև։ Ինչ է նշանակում հոգնել ենք։ Բա մեր իրավունքները։ Մենք պետք է ամեն դեպքի հետևից գնանք, միջև վերջ գնանք, միջև մեր հարցի լուծումը հարցը չլուծվի ու բոլորը կիմանան, որ եթե մեր հետ, մերոնցից գոնե մեկի հետ մի բան լինի, մենք միջև վերջ գնալու ենք, ատամներով պահելու ենք։ Սա իմ կարծիքով ամենակարևոր էս հոգեբանական ընկալումն է, որ պետք է ունենանք։ Իսկ
Ինչ վերաբերում այդ իրավական դեպքի այդ մանրամասներին, ես հույս ունեմ, որ օրենսդրական ակտը նաև եւ կիրառության հետ կապված որ լինի, նաև այդ պետության պարտավորությունները հստակ ամրագրելով, մենք այս հարցում էլ պետք է ունենանք փոփոխություն։